ինքը հասկանում է, որ առանց ռուսական շուկայի Հայաստանը ուղղակի չի կարող ապրի։ Անձամբ հազանգել Միշուստինին, ՌԴ վարչապետին, խնդրել աղաչել, ասել կրնի գամ ես էլ մասնակցեմ։ Իսկ կարող է անհեռատեսի փոխարեն պետք է այդքան գեղցի լինես։ Պատժվելը կարող է պատժվեն, բայց որ այդ շանտաժի գնան ու ուզածը տանեն, շանտաժի արդյունքում դες դեպք չի լինում։ Շրջափակումը համարվում է պատերազմի եւս մի միջոց։ Ծառուկյանի զալոժնիկա վերցրել, գնացել է Միշուստինի մոտ այդ հարցը լուծելու։ Տեսեք, ռուսները ուզում են ինձանից իշխանությունը խլել, իմ դեմ պատերազմ են մղում, ինձ փող տվեք։ Բաց այդ աջակցությունը ադրբեջանական բլոգերները Նիկոլ Փաշինյանի քարոզարշավն էին անում սրտիկ մրտիկ ցույց տալ։ Այդ բանաձևի դուք համաձայն եք ազգակործության ոչ միթիզական Ռեմբոն դառավ աշխարհակահաղական գիգ։ Այդ մարդը կապիտուլյանտ է, ինքը ձեռքները բարձրացրել, հանձնվել է։ Ես 7 տարի մնացել եմ նույն դասարանում։ Ողջույն եւ բարի գալուստ հրապարակի YouTube-յան ալիք։ Ամեն երկուշաբթի ես եւ Ավետիս Բաբաջանյանն այս տաղավարում փորձում ենք վերլուծել ամենակարևոր քաղաքական իրադարձությունները։ Շնորհակալ եմ, որ միացել եք մեզ, խնդրում եմ ներքևի հատվածում լայք կդնեք, մեզ մեկնաբանություններ գրեք եւ բաժանորդագրվեք, եթե ինչ որ պատճառով դեռ դա չեք արել։ Դա ավելի արդյունավետ է դարձնում մեր աշխատանքը։ Ողջույն Ավ ջան։ Բարև Զարա ջան, բարև սիրելի հետևորդներ ջան, բաժանորդագրվեք եւ նաեւ հավանեք, եթե ուզում եք, որ ձեզանից բացի ուրիշներն էլ դիտեն մեր հաղորդում։ Ասա, այո, որովհետեւ YouTube-ում կորում է գնում է մեր արած գործը, հետո ափսոս է։ Լեսի, այսօր առավոտը այնքան եմ ծիծաղել, ինձ թվում է դու ինձ կհասկանաս։ Առավոտը էլի այն որ ասում է բան ժամը 7-ին մտել են խոզարկությունների, մտել են խոզարկության ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի տուն, նրա մուլտիգրուպ կոնցեռնի բոլոր ընկերությունների տնօրենների տներ, գրասենյակներ, անգամ Օլիմպիավան են մտել, կոնյակի գործարան, մուլտիվելնես, մի խոսքով ենթադրում եմ իրավապահ համակարգը այսօր զբաղված է միայն այդ խոզարկություններով, ընդ որում Ծառուկյանի տան խոզարկության ընթացքում չեն թողել անգամ փաստաբանները ներկա գտնվել, որը տենց նոր երևույթ է այս ամեն ինչի մեջ, ու ամենահետաքրքիրը այդ չի, ամենահետաքրքիրն է նա, որ այսօր մեր գերագույն գլխավոր հրանգավորիչը մեկնել է գործուղում, գնացել է Եկատերինբուրգ ու չար լեզուներն ասում են, որ այս խոզարկությունը, ձերբակալությունը, այս քրեական գործը լրացուցիչ խաղաքարտ է իրաձեռքում, որպեսզի այդ բանակցությունների ժամանակ Միշուստինին կարողանա ինչ-որ բան պահանջի։ Օրինակ ասի, չգիտեմ, դե ուզում եք Ծառուկյանին բաց թողեմ, թողեք Ծիրանը կամ Լոլիկը կամ չգիտեմ, Գիլասը արտահանեմ։ Ինչ ես կարծում, կարողանալու է այդ խաղաքարտով ինչ-որ բանի հասնի, թե տենց դա տենց իր մտքի գարգասիքն է։ Պարզ է, համաձայն եմ լրիվ քո հետ, որ դա կարող կապված լիներ իր Եկատերինբուրգ կամ նախկին սովետական Սվերդլովսկ քաղաք գնալու հետ։ Մեր հետևորդներին ասենք, որ Նիկոլ Փաշինյանը մեկնել այնտեղ ինչ-որ մի հատ միջոցառման Ինոպրոմ, Иностранная промышленность, это բանը։ Դեռ ասած մի հատ ճակ գլասի միջոցառում է, չէ՞։ Այո, սա այն Նիկոլ Փաշինյանն է, որը նախկինում հանդիպում էր Ռուսաստանի նախագահի հետ, հիմա բոլորի համար պարզ է, որ նրա հանդիպում էր, հաթաթա էր տալիս, ասում էր, մեր սոցիալական ցանցերը բարձատ են, մենք քաղբանտարկյալներ չունենք, ակնարկներ։ Վլադիմիր Պուտինը գալիս էր Հայաստան, չէր գնում օդանավական դիմավորելու, նույնիսկ նախագահականի դռանը չդիմավորեց, հիշում եք, եթե մոռացել եք հիշեցնենք, որ 19 թվականին, երբ որ ՌԴ նախագահը եկել էր Հայաստան, Նիկոլ Փաշինյանը ցույց տալու համար, թե ինքը ինչքան ինքնիշխան եւ հզոր տղա է, ոչ օդանավականում գնաց դիմավորելու եւ ոչ էլ նախագահականի մուտքի մոտ դիմավորեց Վլադիմիր Պուտինին, հիմա դարել է գուբերնատորից ավելի ցածր Չ կլասի մակարդակի մարդ, որին նույնիսկ Ռուսաստանի մայրաքաղաք չեն թողում գնալ, որտեվ արգելված է, դե մայրաքաղաք երկրների ղեկավարներն են գնում։ Իսկ ասենք այտենց նահանգներ, նահանգապետներին կարելի է ու գնացել է ինչի համար, որը մի քանի անգամ խնդրելուց հետո են հրավիրել, էլի, դա էլ նշենք, որովհետև սկզբում մեր արտաքին գործերի նախարարության միջոցով են բան կապ հաստատել, որ խնդրում ենք, ուզում ենք գանք, մասնակցենք վարչապետի մակարդակով, ընդ որում ռուսական ԱԳՆ-ից շատ տարօրինակ արձագանք ա եղել, որ տարօրինակ չի, ավելի շուտ օրինաչափ, որ ժողովուրդ էս ձեր համարժեք չի, էլի, ուր եք գալիս, ինչ կա։ Ինչի համար եք գալիս, ինչ ունեք ասելու։ Մենք
էլի ձեր հետ եւ հետո արդեն անձամբ հազանգել Միշուստինին ՌԴ վարչապետին խնդրել աղաչել ասել կրնի գամ ես էլ մասնակցեմ։ Հիմա ինչ վերաբերվում է արդյոք Միշուստինը կկարողանա բարեխոսի Նիկոլ Փաշինյանին կամ սենց ասեն Գագիկ Ծառուկյանի համար, որ իբր տեղի ունենա փոխանակում Ծառուկյանի ազատության դիմաց Ծառուկյանին Ծիրանի դիմաց փոխանակեն օրինակ Ծառուկյանին Նիկոլ Փաշինյանի դիմաց փոխանակեն։ Դա լավ տարբերակ է, ես Ծառուկյանին բաց թողեն, Նիկոլին ընդունեն։ Ես լրիվ համաձայն եմ, Բայց Ռուսաստանը դա չի ընդունելու։ Սիրելի հետևորդներ, եթե դուք հիշում եք, հայ-ռուսական հարաբերությունների սառեցումը տեղի է ունեցել մի պատճառով։ Ռուսները շատ հստակ հարց են դրել։ Ասել են պետքա կողմնորոշվեք, ի վերջո դուք գնում եք Եվրամիություն, թե մնում եք ԵԱՏՄ կազմում։ Մեզ շատ պարզ եւ հասկանալի պատասխան տվեք։ Հիմա Ծառուկյանին բռնելը որևէ կապ ունի այդ ամեն ինչի հետ։ Կարող է փոխի այդ հարցի պատասխանը։ Իհարկե ոչ։ Ավելին, երբ որ հունիսի սկզբին, սրանից մի քանի օր առաջ Հայաստան էր եկել Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայնը, Նիկոլ Փաշինյանը շատ խրոխտ ասուլիսի ժամանակ կազմակերպել էր հարց, թե բա կարող է այնպես լինի, որ դուք էլ 2013 թվականի սեպտեմբերի նման հայտարարեք մի գիշերվա մեջ, որ Հայաստանը փոխում է իր կողմնորոշումը եւ ԵՄ-ի հետ ասոցիացումից շրջադարձակատարում դեպի ԵԱՏՄ անդամակցություն, Նիկոլ Փաշինյանը հումորով, սարկազմով հայտարարեց, ասեց, հա, այնտեղ մի գիշեր էր, թե երկու գիշերվա մեջ Այտենց ես ասում եմ, որ ոչ, ես բացառում եմ, որ նման բան տեղի կունենա։ Հիմա այդքանից հետո, բա եթե բացառում ես, այսինքն դու քո պատասխանը հետևյալն է, որ մենք ԵՄ մի բռնեք մեզ, բաց թողեք։ Բաց թողեք գնանք ԵՄ։ Մեր գյուղերում սենց մի բան են ասում։ Ասում են խոտը միտեղ է ուտում։ Գնում է կաթը, ուրիշ տեղ է տալիս։ Այտենց անասունին ինչ են անում։ Դավաճան հայվան են ասում։ Մորթում են։ Լսի, ինչ է դա գյուղացիները ինչ նկատի ունեն, որ տիրոջ տունը խոտը ուտում է, գնում է ուրիշին կաթա տալիս, ուրիշն է կթում։ Լսի։ Այտենց անասունին տերը մորթում է։ Ինչի է մորթում։ Որովհետև ասում է, եթե պետք է իմ խոտը ուտի, բայց գնա ուրիշի մոտ կթվի, Էլ այդ անասունի պահելու իմաստը չկա։ Գոնե միսը կօգտագործենք։ Չէ, Սրա միսը չեն կարող օգտագործեն, ուտելու չի։ Դե չգիտե, թունավոր է հաստատ։ Գիտես ի՞նչն է հետաքրքիր մարդը, որը 9 տարի երկրի ղեկավար է եղել, որը իր ասելով 200 անգամ շփվել է ՌԴ նախագահի հետ, չէ՞։ Ջերմ հարաբերություններ ունի։ Ինքը բարգլուխ էր կողմ, չէ՞, որ 200 անգամ հեռախոսազրույց ու հանդիպում եմ ունեցել, Իմ նման մարդ չկա, ասում եմ իմ նման մարդ չկա, որ այդքան ջերմ հարաբերություն ունի։ Ասում եմ ընկերն է Պուտինը, այդ բան, դու ինչքան պետք է չճանաչես այդ ազգին, դու ինչքան պետք է չհասկանաս այդ իմպերիայի քաղաքականությունը, որ նման անհեթեթ կերպ փորձես, չգիտեմ, խաղաքարտեր ձեռք բերել, փոսես շանտաժի դիմել։ Սենց ասեմ, եթե այսօր առավոտը մտնեն ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինին էլ տանեն, չէ, այսօր առավոտը ձերբակալեն ու որպես ինքը բան շանտաժի խաղարկության թեմա դա առաջ քաշի Միշուստինի հետ հարաբերություններում շփումների ժամանակ իրան դից ասելու են ուզում ես բոլոր քո տարածքում եղած մեր ընկերներին, ռուսներին, բոլորին դիր գնդակահարի մարդու նկատմամբ այդ երկիրը այդ կապվածությունը չէ, ուրիշ բան չէ, ուրիշ դեպքեր եղել են դեսպանատան հետ կապված ոտնձգությունները շատ դաժան կարող է պատժվեն։ Չէ, պատժվելը կարող է պատժվեն, բայց որ այդ շանտաժի գնան ու ուզածը տանեն, շանտաժի արդյունքում դա դեպք չի լինում։ 1980 կարծեմ 6 թվականին այս Լիբիայի նախագահը Քադաֆին որոշեց ամերիկացիներին պատժի։ Դե ես ռուսների մասն եմ ասում։ Չէ, դե տարբերություն չկա, իմպերիաները տենց բաները չեն սիրում։ Բռնեց ամերիկյան դեսպանատան ջուրը, կանալիզացիան եւ հոսանքը անջատել տվեց։ Ամերիկացիները գիտես ինչ արեցին։ Նախագահականը ռմբակոծեցին։ Հերթիրակոծեցին։ Ասացին նախ եթե մեր դեսպանատանը պետք է հոսանք չլինի,
Ձեր նախագահականում ընդհանրապես ոչ մի բան պետքա չլինի։ Կարա չլինի նախագահական Կա- Չէ, բայց ինչքան պետք է դու դոդ լինես, ինչքան պետք է անհեռատես լինես, որ ենթադրես, որ չգիտեմ, Ծառուկյանը անենց արժեք ունի, որի պատճառով իրանք, ասենք, չգիտեմ, սանկցիաներից, իրանք պահանջներից հետ են կանգնելու, կամ Սամվել Կարապետյանը, կամ չգիտեմ, Ռոբերտ Քոչարյանը, հերթով, չէ, ինքը այդ երեքին իրականում հիմա բանա զալոժնիկ ապահում, էլի, գերի ապահում։ Ուրիշ բան, ռուսները կանն ասեն ուզում ես 3 միլիոն հայերին գնդակահարի։ Դու ուզում ես, չգիտեմ, 300,000 ռուս աստեղ ապրում, դրանց բոլորին գնդակահարի։ Չէ, ռուսների հետ կապված դժվար։ Այդ կարող է զորք հետո մցնեն, բայց այդ շանտաժին չեն տրվելու, լավ, այդքան միամիտ ես դու։ Սենց ասեմ, Պուտինից բացի ոչ մեկի անձով շանտաժ անել չես կարենա։ Այսինքն եթե Պուտինին զալոժնիկ վերցնես, ասես սանկցիաները բացեք, թե չէ կնստացնեմ, այդ ուրիշ թեմա է, բայց մնացած բոլորի դեպքում այդ չաշխատող հիմարություն է, էլի։ Իսկ կարող է անհեռատեսի փոխարեն պետք է այդքան գեղցի լինես։ Չէ, որտեվ անհեռատես անհնար է այդքան լինել։ Կարող է այդքան պրիմիտիվ լինես կամ գեղցի լինես, ասենք ձեր գյուղում մտենց պերյոմներով կարող է ասենք մեկի կնգան զալոժնիկ վերցնես, հետո դրանից մի բան պոկես, բայց ասենք միջազգային հարաբերություններն պարզվի, որ դա չի աշխատում, էլի։ Անհեթեթություն։ Բայց այդտեղ մի հատ ավելի կարևոր հարց կա, Զարա։ Հապա։ Լավ, հիմա հարցը չի առաջանում։ Եթե Նիկոլ Փաշինյանը ունի տենց հզոր արևմտյան աջակցություն, ինչի է ընկել ռուսների ոտերը, խնդրում աղաչում է, որ Իրան ընդունեն, նույնիսկ Հայաստանում մարդկանց է կալանավորում, մարդկանց դեմ բան անում, բռնությունն է կիրառում։ Լավ, դրա իմաստը ո՞րն է, չէ՞ որ Հատկապես որ եվրոպական շուկան բացվել է, Ուրսուլա ֆոն դեր Լայնն էլ 52 միլիոն եվրոյի էթնիկոմ թողնենք հարկային այդ բաները, ինչա կոչվում պարտավորությունները, թե ինչա որ ներմուծման բաները հարկերը չեղարկել են, մի խոսքով արտոնություններ են տվել։ Արտոնություններ են տվել, այո, բացել են, ազատ է, ուզում ես ծիրան տար, ուզում ես թուզ տար, ուզում ես, չգիտեմ, պամիդոր տար, մտքովդ ինչ ածնում է, դիր ավտոներն ուղարկի։ Ինչ է ոտո ձեր։ Նույնիսկ խելք կարան արտահանել, որովհետև իրանք այնքան ամենաշատը խելք ունեն, այո, խելացի են եւ կարան այդ իրանց ավելցուկ խելքի մի Դե մաս նայ ամենաէքսկլյուզիվը պետք է պահեն, օրինակ Վահագն Ալեքսանյանին, Ռուբեն Ռուբինյանին, Հայկ Կոնջորանին, այդ էքսկլյուզիվ խելացիներին պետք է պահեն, որ ազգային ժողովում աշխատող մարդ մնա, բայց այն մի բան level ցածրներին կարան ուղարկեն։ Համաձայն ես։ Իմիջիալս դրան էլ անդրադառնանք։ Դեռ համադրական դատանի որոշումը չեղած, չհրապարակված, ԿՊ-ն արդեն պաշտոններ է բաժանում, հանձնաժողովների նախագահներ, ազգային ժողովի նախագահ, ազգային ժողովի փոխնախագահներ։ Մի կողմից որ նայում ես այդ նույն վարքագիծն է, ինչ որ իրանք արեցին ընտրությունների գիշերը, հա, որ բոլոր ընտրատեղամասերը հələ չբացած իրանք արդեն հաղթանակի մասին էին հայտարարում։ Մյուս կողմից այս ինքնավստահությունը կամ չգիտեմ ժամանակից շուտ ինչ որ գործողություններ ինչով են պայմանավորված։ Ասենք հիմա դիշ տեղները նեղեր պետք է Ռուբինյան Ռուբոյի անունը հրապարակեիք, թե չէ։ Չէ, ուղղակի ուզում են ասեն մենք այնքան ցինիկ ենք, մենք այնքան լպիրշ ենք, որ կարանք մեզ նման բան թույլ տանք, ասենք որ թքած ունենք սահմանադրական դատարանի որոշման վրա, Նիկոլ Փաշինյանը ուզում էր ասել, որ մեկը ես եմ այդ սահմանադրական դատարանի որոշումը գրել, այդ որոշումով էլ ընտրության արդյունքները թողել եմ նույնը։ Ես չգիտեմ այդ սահմանադրական դատարանը ինչ է։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի թիվն եմ ես գրել, սահմանադրական դատարանի վճիռ գրելն ինչ է որ չգրեմ։ Հիմա լավ, բայց նորից վերադառնանք Ռուսաստանին։ Ինչի է այս մարդը ընկած ռուսների հետևից, որովհետև եթե եվրոպացիները հսկայական եվրոպական շուկան բացվել է, այն էլ ասում է ամենամեծ, աջակցությունը կա, փողը հոսում է գետի պես հոսում է։ Ուրսուլա ֆոն դեր Լայնը ասաց 52 միլիոն եվրո։ Նախ սիրելի հետևորդներ, ձեզ ասենք, որ դա օգնություն չի, դա հերթական վարկն է, որը այդ ոնց որ գիտեք ինչ կա, մեկը ծանր վիճակում լինի, հացի փող չունենա, օգնություն խնդրի, գնաք ասեք ախպեր, կարան քեզի վարկով փող տան։ Տոկոսով փող տանք, հա։ Հետո բերես փակվես։ Հետո չես ունենա, կգանք տունը ձեռիցդ կտանենք։ Խելաց։ Ուժեղ օգնություն է։ Ուժեղ։ Ուրեմն պետք է հիշել, որ եվրոպացիներից որևէ այլ բան, քան նման հզոր օգնությունն է, հնարավոր չի։ Եվ երկրորդը, մարդուն սարքել են բոմժ,
Հայաստանին սարքել են բոմժ։ Աշխատանքը կտրել են։ Եկամտի աղբյուրը կտրել են, շուկան փակել են, այո։ Մարդիկ ասում են, լավ, դուք մեզ ինչով կարաք օգնեք, ասում են մենք ձեզ կարանք վարկով փող տանք։ Որ ավելի խրվեք։ Էնել 52 միլիոն։ 52 միլիոն։ Արդեն կառավարական ամառանոցների ծախսն է այդքան, էլի, այտենց մենակ այդ կարողա փակվի։ Հիմա հետևությունը ո՞րն է։ Նիկոլ Փաշինյանը բոլորիցս լավ գիտի, որ այդ եվրոպացիների տված վարկով, ասենք նախ դա հայ գյուղացիների ոչ դարման, հա, ոչ դեղա, ոչ դարման 1, երկրորդը դա հայ գյուղացիներին չի հասնելու եւ դա Հայաստանի տնտեսության վրա որևէ ազդեցություն չի ունենալու, ավելին ստիպված է լինելու հավելյալ տոկոս վճարել։ Ինքը հասկանում է, որ առանց ռուսական շուկայի Հայաստանը ուղղակի չի կարա ապրի։ Այնպես չի, որ ինքը գյուղացիների մասին է մտածում, որ ասենք մի 10,000 կամ 50,000 գյուղացի սովից մեռներ, Նիկոլ Փաշինյանը նույնիսկ ուրախանար, բայց այն գումարը ընտրողների ցանկից դուրս կգան այդ մարդիկ, հանրաքվեի համար ավելի քիչ բան հարաբերակցություն կպահանջվի։ Այո։ Բայց գյուղացիների արտադրածը եւ վաճառածը մոտավորապես տարեկան մոտավորապես 700-ից 800 միլիոն դոլար էր։ Երբ որ այդ գումարը գալիս էր երկիր, Նիկոլ Փաշինյանը այդ գումարի մի մասը հարկերի տեսքով, տարբեր բաների տեսքով տանում էր մարդկանց ձեռից եւ այդ գումարը օգտագործում էր իր թիմի եւ իր շրջապատի հարստացման համար։ Հիմա ինքը ինչ է անելու, մտածում է այս մարդիկ, որ չաշխատեն, պատկերացնեք, եթե գյուղացիները չաշխատեն, ինքը չի ապրի կամ կապրի ավելի վատ։ Այսինքն հիմա ինքը Հələ մի բան էլ կարող է իրանից փող ուզեն, ասենք ասենց նպաստ մեզ նշանակի, մենք անապահովենք։ Դուք գիտեք, որ Հայաստանում շատ մեծ զարգացում ունի ձկնարդյունաբերությունը։ Այս մի երկու օր առաջ խոսում էի ձուկ արտադրող, այսինքն ձկան լճեր ունեցող երկու մարդկանց հետ, տնտեսվարողների հետ, ասում էին, որ եթե մինչև ամենախայտարակը իրանց վիճակն է, որովհետև ասում էին, եթե օրինակ պոմիդորը լոլիկը կամ չգիտեմ, կարա լինի, բան կարա լինի։ Չկա կարաս բան չանես, չջրես եւ չորանա։ Բայց ձուկը դու չես կարա սատկացնես, ասենք փոքր ձուկա, դու անընդհատ պետքա կերակրես, անընդհատ հոսանքա պահանջում, որ այդ բան Ընդ որում շատ մեծ գումարների մասին է խոսքը, ես նայում էի 7.2 միլիոն բաների այդ աերացիայի կերի հոսանքի վրա էին ծախսում։ Միլիոններ, օրական 2 միլիոն, կախված տնտեսության չափից, 2-ից մինչև 5-7 միլիոն դրամ է։ Հիմա դուք պատկերացնում եք, եթե նախկինում ձուկը արժեր մեծածախ Ռուսաստան էր գնում 2500 դրամով, հիմա ձկան վաճառքի գինը իջել է 1500 դրամ, որը իրանց ասելով ինքնարժեքն է ու մի բան էլ ծածր, եւ ամենավատը նույնիսկ այդ չեն դիմանա իրանք, նույնիսկ այդ գնով կամի սպասեն։ Նույնիսկ այդ գնով ձուկը չի ծախում։ Հիմա մենք սպառման շուկա չունենք, ում վրա ծախեն այդ մարդիկ։ Եվրոպայի վրա թող ծախեն։ Ընդ որ տեսեք ինչ են ասում, ասում են մենք ձկան կերը առնում ենք Եվրոպայից, եվրոպական կեր ենք առնում, պահում ենք հայկական խմելու համար պիտանի մաքուր ջրով, բայց մեկը եվրոպացիները մեզանից չեն անցնում, հա, լաբորատոր թեստերը չեն անցնում։ 3 տարի անընդմեջ, ասում եմ, ձուկը ուղարկել ենք Եվրոպա տարբեր լաբորատորիաներ, պատասխանը եկել է, որ ամեն ինչ նորմալ է, բայց առնող չկա, ինչի չկա։ Որովհետև Եվրոպայում հսկայական ձկնարդյունաբերություն կա, մենակ Նորվեգիան ոչ միայն Եվրոպային է ձկով ապահովում, դու գիտեք, որ նորվեգական, այսպես ասած, լասոսը, սաղմոնը, լասոսը վաճառվում է նույնիսկ Հայաստանում։ Նորվեգիան Հա, Ռուսաստանը այս ծանր վիճակում իբր սանկցիաների տակ, մեկը նորվեգական սաղմոն է ուտում։ Հիմա դուք պատկերացնում եք հայկական իշխանը, որ պետք է գնա Եվրոպայում նորվեգական սաղմոնի հետ մրցակցի։ Կամ պետք է եվրոպացիներ թողեն, որ գնա մրցակցի։ Փաշինյանն ասում է գնացեք ձեզ շուկա գտեք։ Ինչ եք նստել, ասում է, չեք զբաղվում ոչ մի բանով, գնացեք, պայմանավորվածություններ ձեռք բերեք։ Զարա, իշխանության խնդիրը ոչ թե մարդուն խեղդելն է, մարդու գլուխը կտրել, հետո ասել գնա մի հատ այնպես բժիշկ գտի, որը քո վրա կարողանա ուրիշ գլուխ պատվաստի։ Պատկերացնում ես, այլ նոր շուկա գտնելն է, նոր հնարավորություն ստեղծելն է։
Հիմա դե Էս մարդու- Ծառուկյանի զալոժնիկա վերցրել, գնացել է Միշոստինի մոտ, այդ հարցը լուծել է։ Հա վաղը մյուս օրը կարող է ասենք, չգիտեմ, մի 5000 սովորական հայ մարդ, հայ գյուղացի զալոժնիկ վերցնի։ Ասի սրանց կսպանեմ, եթե Ռուսաստանը շուկան չփակի։ Ուզում եմ այդ հարցին պատասխանես այդ։ Հիմա Բայց Միշոստինը ինչ է ասելու։ Ասելու է մենք Վլադիմիր Վլադիմիրովիչը քեզ մի հատ շատ པարզ հարց է տվել մայիս ամսին։ Մեհեր Գրիգորյանին է ասել մայիսի 29-ին Աստանայում, Ղազախստանում ասել են գնա քո վարչապետին ասա, պետքա որոշեք կամ ԵԱՏՄ կամ ԵՄ, քանի որ դուք օրենք եք ընդունել ԵՄ-ին անդամակցելու թեմայով, շատ բարի է։ Մենք դա ընդունում ենք հիմք, որ դուք գնում եք ԵՄ, ուրեմն հրաժարվեք ԵԱՏՄ-ից, մենք ձեզ ԵԱՏՄ-ի շուկան փակում ենք ձեր առաջ։ Իսկ դա Խանրաքվեի պահանջն էր այդտեղ։ Այո, այդ ընդունված համատեղ հայտարարությունում ասված էր, որ Հայաստանը ճիշտ կանի, եթե կամենակարճ ժամանակում անցկացնի հանրաքվե եւ այդ հարցը որոշի։ Հիմա Նիկոլ Փաշինյանը Վլադիմիր Պուտինին ինչ է ասում։ Ասում է մենք արդեն հանրաքվեն արել ենք։ Հայ ժողովուրդը, որ եկել է ինձ ձայն է տվել, դա ձայն է տվել Զայդեմ։ այո, իմ ԵՄ անդամակցության Բայց նախապատիվ մոռանում է հիշատակի, որ այդ ձայները ինքը կեղծել է, դիմադիրներին հալածանքներով ու քարոզարշավի ժամանակ բաներով կեղծիքներով հասցրել են իրավիճակի, որ ընտրությունները այլևս լեգիտիմ չեն։ Հիմա իրան ինչ են պատասխանելու, չեն ասելու տղա ջան, մենք գիտենք դու այդ ձայները ոնց է ստացել, մենք հո հիմար Չէ, կապ չունի։ Ասում է, եթե դու որոշել ես, Նիկոլ Վավաևիչ, եթե դու որոշել ես, որ պետքա գնաս ԵՄ, ախպեր ուրեմն մեզնից յան տուր։ Այլաց։ Յան տուր, Բայց ինչ ինչ է հիմա դռները ջարդում Միշոստինի հետ հանդիպում պահանջում։ Ինչ է տալու այդ իրան։ Ուզում եմ այդ հասկանամ։ Լավ գնաց, եկավ ներկայաց։ Ընդ որում գիտես չէ, թիմի անդամ ինքը շեշտադրել էր, որ առաջին այցը պետք է Ռուսաստան լինի, առաջին այցը պետք է Ռուսաստան լինի, առաջին այցը Եկատերինբուրգ եղավ էլ։ Ռուսաստանի, հա, այտենց մի հատ չոլ։ Ну, չոլ չի, բայց դե տենց գուբերնիա էլի, գուբերնիա։ Մեր մոտ մարդ գա, հյուր Վանաձոր տանենք։ Ну, Վանաձոր չի, ասենք Հրազդան։ Հրազդան։ Հրազդան, հա։ Տենց։ Տենց բան։ Ուզում եմ ասեմ հիմա դա է։ Երկրի նախագահ գա, երկրի նախագահ գա։ Էլի, հա։ Բայց ասենք Մակրոնը գա, տանենք Հրազդան։ Իրա, ընդ որում իրան ընդունի Մեր Գրիգորյանը։ Մեր Գրիգորյանը։ Կլինի, հնարավոր է։ Հա, Մակրոնին ընդունի Մեր Գրիգորյանը։ Հիմա լավ, արի պատկերացնենք, ինքը գնացել է, կարողացել է ինչ-որ բան բանակցի, ենթադրում եմ իրան ուղիղ տեքստով չեն ասելու, չէ՞, Ասելու են։ Ուղիղով են ասելու։ Ուղիղ ասելու են, որ մենք ձեզ ասել ենք, որոշում կայացրեք։ Եթե ձեր որոշումը չի փոխվել, եթե դու Ուրսուլա ֆոն դեր Լայնին ասում ես, որ մեր որոշումը հստակ է, որ մենք ԵՄ-ի հետ ենք, ուրեմն մեզնից այնքան գնացեք, հերո Արի սիրով բաժանվեք։ Չբաժանվել ենք, արդեն բաժանվել ենք, այդ ինչը որ արել ենք, բայց դա վերջնական չի, վերջնական չի, հա, անելու բաներ էլ կան, էլի։ Սիրելի հետևորդներ, այնպես մի մտածեք, որ մենք շատ ուրախանում ենք, չենք ուրախանում, որ Հայաստանի նկատմամբ Ռուսաստանը պատժամիջոցներ ա կիրառել կամ սահմանափակումներ ա կիրառել, բայց մենք ուզում ենք ուրիշ բան ասել, որ այս մարդը ընդհանրապես պետության ղեկավարները գործում են իշահ իրանց պետության։ Իսկ ինչ է նշանակում գործել իշահ պետության։ Իշահ պետության նշանակումը գործել իշահ պետության տնտեսվարողների, իշահ այդ պետությունում ապրող մարդկանց։ Ամերիկայի Միացյալ Նահանգները, Ռուսաստանը, Ֆրանսիան, բոլոր երկրները, Չինաստանը, բոլորը աշխատում են մի նպատակով երկրի ամբողջ իշխանության գոյության իմաստը սկսած արտաքին քաղաքականությունից մինչ վերջացած ներքին քաղաքականությունը սեփական երկրի բիզնեսի շահերը պաշտպանելն է։ Բարեկեցությունն ու անվտանգությունը ապահովելու ուրիշ ֆունկցիա դու չունես։ Հիմա Նիկոլ Փաշինյանը ասում է ես գործում եմ ընդդեմ իմ երկրի քաղաքացիների։ Դուք հարմարվեք, բան արեք, մի նեղացեք։ Մենակ մի պայմանով, որովհետև այդ ամեն ինչը ապահովում է իմ իշխանությունը։ Всё։ Դուք պատկերացնում եք այդ մարդու էգոիզմը եւ այդ մարդու ցինիզմը, որը ասում է 100,000 գյուղացի կարա սոված մնա,
տասնյակ հազարավոր բեռնափոխադրողներ, վերամշակողներ, չգիտեմ, կարող է սոված մնան, բայց ես պետք է սև իկրա լափեմ։ Չէ, նայն դաշ սևիկրան չի է հարցը, Պերաշկի։ ինչ ասել բանին, ասելա ռուսները ավելի վատ վիճակում են հայտնվելու, իրանք շատ արագ փոշմանելու են։ Փոշմանել են, հիմա թփրտում են։ Ու բանա, իրանց վնաս այնքան մեծ անինելու, որ վաղ թե ուշ կհասկանան իրանց խալը ու կչեղարկեն այս ամեն ինչը։ Հիմա այս բանն էլ, հա, այս շանտաժի մեխանիզմը, այս ընդդիմադիրների նկատմամբ հալածանքները այդ գծի մեջ հասկանում ես, ինքը փոշմանացնում է։ Սա Փոշմանացման դոզան ավելացնում, էլի, որ լուրսերը ավելի փոշմանեն։ ընդ որում, տեսեք, այդ եվրոինտեգրման հետ կապված մի շատ հետաքրքիր նյուանս եւս։ Հայաստանը ոնց պետքա իր ապրանքը հասցնի Եվրոմիության շուկաներ։ Ենթադրենք, եթե նույնիսկ նման Մենակ օթով, որովհետև ճանապարհը մենակ Ռուսաստանով է։ Չէ, Թուրքիայով է, բայց Թուրքիան սահմանը չի բացում։ Դա Պատկերացնեք, եվրոպացիները այնքան ողորմելի են, որ օրինակ Ուրսուլա ֆոն դեր Լայնը եկել էր Հայաստան, այնտեղ այն Մարտակոցը գնացել էր Թուրքիա, եթե գիտեք Ուրսուլան էլ էր սկզբում Ադրբեջան էր գնացել Չէ, իսկ Մարտան գնացել էր նաև Թուրքիա։ Հա, հիմա սրանք իբր թե ուզում են նենց անեն, որ ճնշում գործադրեն Թուրքիայի կամ համոզեն Թուրքիային, որ Հայաստանի հետ սահմանը բացեք, որտեղ Հայաստանի ապրանքները կարողանան Թուրքիայի տարածքով Թուրքիան էլ նստելու է մտածի ասելու է խեղճ հայերն այս լավ պոմիդոր են արտադրում, մեր լոլիկից հաստատ ավելի լավն է, բացենք մեզ տարանցիկ ճանապարհ տանք, ուղարկել չվերցնենք, турքել չվերցնենք, մաքսել չվերցնենք, բացենք թող գնան, Ֆրանսիայում վաճառեն, Իսպանիայում վաճառեն, թող փող աշխատեն, մեր հարևանն էլ նույն Զարա, դու գիտես բարեկեցիկ կյանքով կարող է մի բան էլ մի հատ լավ զենք խառնեն, պաշտպանություն, անվտանգություն ու պաշտպանություն Դու գիտես Թուրքիայի գյուղատնտեսական արտահանումը Եվրամիություն ինչքան է։ Չգիտեմ, բայց գիտեմ, որ իրանք ամբողջությամբ սուբսիդավորում են գյուղատնտեսությունը։ Ուրեմն սիրելի հետևորդներ եւ սիրելի Զարայի 70 միլիարդ տարեկան արտահանում ունի Թուրքիայի գյուղատնտեսությունը 70 միլիարդ դա ուղիղ 100 անգամ ավելի շատ է քան Հայաստանի արտահանումը Հիմա դուք պատկերացնեք Փագեցինք թեման։ Հա Փագեցինք թեման։ Փագեցինք թեման Ընդ որում ես քեզ ասեմ, նույնիսկ եթե դա աննշան է, նույնիսկ եթե դա իրանց շահերին չի խփելու, իրանց որևէ կերպ չի վնասելու, իրանք մեկա դա չեն անելու։ Այս իմ ճառը դրա մասին էր, որ կյանքում թուրքը չի տալու հնարավորություն մեզ տնտեսական աճի, մեզ բարեկեցություն ապահովելու, շուկաների դիվերսիֆիկացիայի։ Ձև ունենա ռուսի շուկան կփակի հավերժ, Եվրոպան ոչ միտեղ չի թողնի, բարձա չէ որ մենք մաքսիմալ շրջափակումը իրանց ձեռ է տալիս մեր շրջափակումը համարվում է պատերազմի եւս մի միջոց Պաշարում է էլի Պաշարում, այո, երբ որ ասենք նախկինում ոնց են Բերդը պաշարել են, երկիրը պաշարել են, հիմա թուրքերը Հայաստանը շրջապատել են, որպեսզի մեզ սովամահանեն, աղքատության մղեն, եւ այդ քաղաքականությունը ինչքան էլ Նիկոլ Փաշինյանը, Արարատ Միրզոյանն ու Ռուբինյանը գնան ու ստորանան նվաստանան թուրքերին թե ասեն մենք ձեզի պապա ենք պրիզնատ գալի մենք ձեր ճուտն ենք մենք ձեր ասածով ազգային ժողովի նախագահ ենք նշանակում Ռուբեն Ռուբինյանը ասում է իսկ ինչու պետք է Սարդար Քլեչը ինչ շնորհավոր է իսկ հարցը առաջան Ինչի Ալեն Սիմոնյանին չի շնորհավոր դրանից առաջ Արա Բաբլոյանին չի շնորհավոր Տիգրան Թորոսյանին չի շնորհավոր Ինչի չի շնորհավորել մի հատ հարց է առաջանում Արմեն Խաչատրյանին չի շնորհավորել Կարեն Սերոփի Դեմիրճյանին որովհետև նրանք իր ճուտը չեն եղել դուք ում եք շնորհավորում ընդհանրապես ձեր թշնամիներին հաջողությունը չեք շնորհավորում չէ Պատկերացնում եք մարդասպան ցեղասպան Թուրքիան այո շնորհավորում է շատ սիրել է Ռուբեն Ռուբինյանին այո շատ սիրել է Ռուբեն Ռուբինյանը ոչ մի բացատրություն չկա ինչի է սիրել որտեղ է սիրել երբ է հասցրել սիրի բայց սիրել է Իրանում մեր հարևան ամեն քայլափոխում մի հատ կարգախոս կա դա ասելա ոչ թե այս մահացած Խոմեյնին այն առաջինը որը 79 թվականին իրականացրել է իսլամական հեղափոխությունը գիտեք ինչ է ասել է Իրանում պետքա սուկ հայտարարվի այն օրը երբ որ Ամերիկան մեզ կսկսի գովել
Սա ինչի համար եմ սա ասում։ Հայաստանում պետքա սուկ հայտարարվեր այն օրը, երբ որ թուրքական պաշտոնյաները սկսեցին շնորհավորել հայերի ինչ որ Այդպես ասում ասենք բաց այդ աջակցությունը ադրբեջանական բլոգերները Նիկոլ Փաշինյանի քարոզարշավն էին անում սրտիկ մրտիկ ցույց Դա արդեն սուկ հայտարարելու բան է, էլի առիթ է։ Բայց ուղղակի չես կարա էլի 365 օր Հայաստանում սուկ հայտարարես։ 9 տարի շարունակ։ 9 տարի շարունակ։ Ստատ չես կարողանա։ Ես պրոստը շշմում եմ այս մի կողմից բիզալաբերնստի վրա, հա, այրեն բառը որն է այդպես բանել, այդպես անհերատես, վերլուծելու անընդունակ, այսպես մի օրվա կյանքով թիթեռնիկի պես ապրող այս Զարա, մի իշխանության հատ վերջում մի բանի մասին եմ ուզում խոսենք։ Երեք ընդդիմությունը հայտարարեց, որ իրանք մանդատները վերցնում են։ անպայման կխոսենք։ Ահա։ Այո։ Հայաստանում սիրելի հետևորդներ սկսվեց մի հատ վայնասուն, տենց ուրիշ բառով դա թե ոնց կարելի էր վերցնել մանդատները, ոնց կարելի էր, ախր մենք ձեզ Խոսքը գիտես, մեկը գրել է Նարեկ Կարապետյանը մանդատը վերցնում է Պարքեվաճարի համար։ ճիշտ է։ Ճիշտ է, չէ՞։ Դե կարա, չէ, ես չեմ բացառում, որ ստանա Պարքեվաճարը, դրա մեջ բան էլ չեմ տեսնում։ Նայեք, գրում են, ինչ են գրում մարդիկ։ Ասում են մենք ձեզ դրա համար մանդատ ձայն չէինք տվել, որ դուք գնաք մանդատը վերցնեք։ Դուք մեզ խոստացել էիք իշխանափոխություն, դուք իշխանափոխություն չարեցիք։ Եթե դուք մանդատ եք վերցնում, դուք իշխանություններից որևէ բանով չեք տարբերվում, մանդատը վերցնելով դուք օրինականացնում եք այս ապօրինի իշխանությունը եւ մանդատը վերցնելով դուք 5 տարի զբաղվելու եք ժամավաճառությամբ։ Իսկ ինչ պետքա չարվեր, պետքա մարդկանց դուրս բերեին փողոց եւ հեղափոխություն անեին։ Նայեք, թվում է թե շատ այտենց հերոսական կարայի չէ նույն բանը մենք ասեինք, այո, մենք ընդդիմությունից պահանջում ենք վճռական գործողություններ, պետք է բոլորս դուրս գանք փողոց եւ քշենք այս ատելի Բոլորս դուրս գանք չէ, բոլորը դուրս գան փողոց եւ քշեն այս ատելի իշխանությանը։ Այո, զբաղված ես չէ, մարմավիրում գործեր ունես, ոչ ես կարա թողես գաս։ Ես ճիշտ ես ասում, մարդիկ կան, որ նման բաներ են գրում, ընդհանրապես կյանքում փողոցային միջոցառումների չեն մասնակցել։ Ես բոլոր միտինգներին մասնակցել եմ, Զարա ջան։ Բայց ամեն դեպքում չէ, այդ մարդիկ շատ են, որոնք բանը։ Սիրելի հետևորդներ, բոլորիս համար բարձա մի բան, կա հիասթափություն նաև ընդդիմությունից։ Կարանք ասենք, այո, մենք բոլորս հույս ունեինք, որ նրանք պետք է հեղափոխություն անեին, բայց այդ հեղափոխությունը տեղի չունեցավ, չգիտեմ, սենց, իսկ նրանք մենք փողոցային պայքար։ Հիմա ես ձեզ ուրիշ բան եմ ուզում ասեմ։ Արեք մի հատ հիշենք Հայաստանի պատմության վերջի 30 տարիները, ինչ ա եղել, շատ կարճ, եւ ինչ ա եղել, երբ որ փողոց են դուրս եկել։ 96 թվականին Վազգեն Մանուկյանը 50-60 հազար մարդ հանեց փողոց, ես էլ եմ մասնակցել, գրոհեցին ազգային ժողովի շենքը, ծեծեցին ԱԺ նախագահ Բաբկեն Արարքցյանին եւ Արա Սահակյանին, հայտարարվեց ռազմական դրություն, մարդկանց ծեծեցին։ Հիմա ամբողջ պատմական էքսկուրսիա Ոչ, կարճ 98 թվին Կարեն Դեմիրճյանը, որ ընդդիմության լիդերն էր, կինոյի տանը ասեց սիրելի ժողովուրդ, մենք հաղթել ենք, մեր հաղթանակը գողացել են, բայց ես փողոցային պայքարի կոչ չեմ անելու։ Գնացեք տուն, մենք շարունակելու ենք պայքարը քաղաքական մեթոդներով։ Մի տարի հետո Կարեն Դեմիրճյանը ընտրություններով վերցրեց իշխանությունը։ 2003 թվականին Ստեփան Դեմիրճյանը 100,000 մարդ հանեց փողոց, մի քանի շաբաթ մարդիկ մնացին փողոցներում։ Համադական դատարանի լեգենդար որոշումը, որ ասում է մի տարի հետո վստահության հանրաքվե։ Ուրեմն էլի որևէ արդյունք չեղավ։ Դրան հետևեց 2008 թվականը, երբ որ Լևոն Տեր-Պետրով մարտի 1
էլի ոչ 100,000 մարդ դուրս եկավ փողոց, մի շաբաթ, 10 օր, 20, 10 ամսի 19-ներ։ Մարդ կա 2 տարի դրանից հետո բախկվեց պատվալներով, որ չնստի։ 96 թվականին, երբ որ ընդդիմությանը այդ բանը ցրեցին։ Լսի, մարդիկ կան այդ ժամանակ շատ Մի տարի հետո Դեմոտրատ Պետրոսյանը կորցրեց իշխանությունը։ Դրա մասին չեմ ասում, չէ։ Հիմի որ ասում են ընդդիմությունը բոյկոտեր չգնար, չէ։ 96 թվականին, երբ որ դա տեղի ունեցավ, ընդդիմությունը ընդհանրապես չէր գնում ազգային ժողով։ Այն ժամանակվա ընդդիմությունը Արշակ Սադոյանն էր, Շավարժ Քոչարյանն էր, դե մարդիկ կան հիմա տենց հեղափոխական խոսում են մի գնացեք, այդ ժամանակ կամ ծնված չեն եղել, կամ էլ չեն հիշում։ Ուրեմն մի տարուց ավել, ես ձեզ ասում եմ, մի տարուց ավել ընդդիմությունը չէր գնում բանի։ Ընդհատակում պահկվել էր, Արշակ Սադոյանը բեղ էր պահել, մյուսը մորուք էր պահել եւ այլն։ Ես դες ասեմ, ոչ մի բան տեղի չունեցավ, ոչ մի բան։ Ընդհանրապես իշխանությունը մենակ ինքը իրանով նիստել էր անում, որոշումել էր կայացնում եւ այլն։ Դրանից հետո Ռաֆի Հովանիսյանը փողոց դուրս բերեց, հետո գնաց աղոթեց։ Ինչ էր ըլնելու հիմա։ Ենթադրենք 100,000 մարդ դուրս գար փողոց։ Իշխանությունը դիմելու էր հերթական բռնությանը։ Այդ կարող է բռնության էլ չդիմեր, կարող է հանգիստ ինքն իր ասենյակում նստել, ասել քանի օր ուզում եք դուրս մնացեք։ Ոչի նեղվելու հրաժարական։ Պետքա գրոհ էինք։ Ինչի գրոհ էինք, որ մի Ձմեռային պալատը։ Ուղղակի Ավրորա հածանավը չկա։ Որ մի քաղաքական ուժը կգնար գրոհի, ինքն էլ կբերեր այդ ոստիկանները, ոնց է կառավարության դեմ են 6 շարքով կանգնացնում այդ աշճանների վրա։ Կբերեր 6 շարքով կկանգնացեր, կդաստեր կսպասեր, կասեր, դե մնացեք։ Օգոստոս ամիսը ամբողջությամբ մնացեք, կարգին զագարա։ Լսի, դիմադրության շարժումը։ Բանը փակել էինք, չէ՞։ Ազգային ժողովի բանը, հարակից տարածք։ Հա, Ֆրանսիայի հրապարակը բանը։ Հետո մարեց։ Մարեցի հարցը չի, ինքը այն տղեն չի, որ նեղվի հրաժարական տաս, կամ վես տխրի ասի, ես քան մարդը չի սիրում գնամ։ Չէ, կամ պետք է դու գրավես Ձմեռային պալատը։ Այդ էլ ինքը արդեն իր ապահներով, չգիտեմ, զորքով զենքով կկասեցնի, կկանգնացնի, բարձա չէ, չի թողնելու մտնես իր աշխատասենյակը։ Հիմա որ ասենք ուժեղ Հայաստանը 100,000 մարդ հաներ։ Ասելու էին երթեր անեին, ասելու էին արա տարակ փողոցներում քայլեցրիք, այնքան հոգնեցրիք, ղրգեցիք տուն։ Ահա։ Մարդկանց բանը զայրույթը պարպեցիք, ուղարկեցիք։ Գրոհ էին ուժ կիրառեր ոստիկանությունը։ Ասել են տարակ մարդկանց մահվան բերան։ Ապրես։ Այս մարդկանց օջախը մարեցիր, մարդկանց մահվան պատճառ դարակ, չէ՞։ Հիմա կասեք, բա ստացվում է, որ այդ Նիկոլից բրծում չկա։ Ես դες միշտ ասում եմ, իմ կարծիքը, երբ որ իշխանությունը զինված է բառից բուն իմաստով, իսկ հասարակությունը անզեն է, չի կարող Ինչ համակերպվենք 50 տարի թող Նիկոլը մնա իշխանության։ Ինքը միշտ զինված է ալնելու։ Ինչ անենք լասը։ Զարա, վերցրեք պատմության դասագրքերը եւ կարդացեք, օրինակ Կուբայի պատմությունը։ Եվ կտեսնեք լավ այդ արդար չի, այնտեղ ամերիկյան ֆինանսավորում ա եղել, այդ փոքր ջոկատներին զենք են մատակարարել, բան գրավելու ժամանակ Չէ Գևարային աջակցել են ամեն ինչ։ Դժվար է ասել, աջակցել են թե չեն աջակցել։ Եվ դժվար է ասել թե երբ են աջակցել։ Զարա, ուրիշ տարբերակ չկա։ Ուրիշ կամ դու հեղափոխություն ես, մենք անցած հաղորդումը ոնց ավարտեցինք, կամ դու հեղափոխություն ես անում, քո հասարակության ներսում առաջանում են հեղափոխական ուժեր, որոնք գնում են հեղափոխության, կամ էլ քո հասարակությունը համակերպվում է ստեղծված իրավիճակի հետ։ Հիմա ես ուրիշ բան եմ օրինակ կանխատեսում։ Զարա, Ամերիկայում իշխանությունը չի փոխվում։ 250 տարի Ամերիկայում իշխանությունը չի փոխվում։ Թող ամերիկացիներին հանգիստ, իրանք իրանց բանով դեմոկրատական համակարգով յոլա կգնան։ Խաբում են մարդկանց։ Լավ են անում։ Դե լավ են անում։ Մենք բոլորս հասկանում ենք, որ այս տնտեսական սանկցիաները այս իշխանության ու հատկապես Նիկոլ Փաշինյանի համար սարսափելի թանկ են։ Ինքը չի կարողանում կողմնորոշվի ինչ անի, այս խնդրանքները Միշուստինի հետ հանդիպումները, չգիտեմ, այդ 52 միլիոն դոլարները, եվրոները եւ այլն, իր համար սա ասենց ոնց որ հետ հաշվարկի պլանն է, հա, ինքը հասկանում է, որ մի տարի մաքսիմում ձգի կամ չձգի, իսկ եթե այդ սանկցիաներին ավելանա գազը, այլ հնարավոր պատժամիջոցները, դո կարող է ընդհանրապես չձգի։
ավելի ճիշտ չի իմ դիմության համար սпасել գա հասնի այդ դժգոհության, այդ ֆինանսական վիճակի վատ տարածման, այդ ներքաղաքական այդ բանի խմորումների этаպը ու պլյուս անցնի այս հետ ընտրական այդ քո ասած ապատիան, հա, այդ հիասթափությունը, նոր ալիք բարձրանա, նոր այդ ալիքի հիման վրա նոր շարժում սկսի, որը նաև ժամկետային առումով կհամընկնի իրավական հնարավորությանը անվստահություն հանձնել վարչապետին։ Դենց ավելի ճիշտ չի։ Ես չլնեմ դու լնես, դες չես անի։ Որ մի տարի հետո Հայաստանում անհամեմատ ավելի ծանր սոցիալական եւ տնտեսական վիճակ ալնելու, ես մտածում եմ, որ իհարկե լինելու է։ Որ մի տարի հետո հանրային դժգոհությունը Նիկոլ Փաշինյանի նկատմամբ ավելի մեծ է լինելու, ես դրանում համոզված եմ։ Որ մի տարի հետո նույնիսկ այն մարդիկ, ովքեր այս ընտրություններում վախի կամ համոզելու կամ չգիտեմ ինչի արդյունքում կամ իրանց, չգիտեմ, նեղանձնական հաշվարկներով քվեարկել են Նիկոլ Փաշինյանի օգտին, որ իրենք են փոշմանելու, դա էլ է հաստատ։ Բայց Զարա, միևնույնն է, նույնիսկ ամենամեծ դժգոհության պայմաններում, եթե չկա վճռական հեղափոխական ուժ, որը պատրաստ է մարդկանց տանել գրոհի, ախպեր հեղափոխություն չի լինի, իսկ ուզում է երկիրը տառապի աղքատության մեջ, տառապի։ Եթե դու չունես հեղափոխություն անելու ընդունակ ուժ, մի խոսքով մենք ուժի կողմից ենք։ մենք կոչ ենք անում ուժերին ձևավորվել, հեղափոխական ուժեր ձևավորվել։ Իրականում ինձ թվում է դա կլինի։ Դա ինքնաբերաբար է լինելու։ Հիմա այս պահին կարող է մենք չտեսնենք, բայց շատ անսպասելի ինչ որ իհարկե շատ հնարավոր է եւ շատ հնարավոր է որ հենց այսօրվա ուժերից մեջ ինչ որ մի հնարավոր է որ այս պահին են ձևավորվում, հնարավոր է որ ինչ որ պլան են գծում, հնարավոր է դրա պատճառով են մտել բոլոր, չգիտեմ, կառույցներ միասին։ Բայց մարդկանց մեղադրել, թե այսօր ինչի փողոց չեք հանում, տանեք իշխանության։ Ես ձեզ ասեմ, այսօր փողոց դուրս բերելու ամենամեծ կողմնակիցը Նիկոլ Փաշինյանը կլինի, ասեմ ինչի համար։ Ինքնամից ինքը կլեգիտիմացնի։ Ոչ, Նիկոլ Փաշինյանին հիմա պետքա փողոցում մարդ, ես ձեզ 100%-ով ասում եմ, որպեսզի ինքը իրան պետքա Հայաստանում անընդհատ հակամարտություն, որովհետև իրան պետքա, որ ինքը եվրոպացիներին անընդհատ ասի, որ տեսեք ռուսները ուզում են ինձանից իշխանությունը խլել, իմ դեմ պատերազմ են մղում, ինձ փող տվեք։ Գյուղացունել ասի ռուսները փակել են սահմանը, որովհետև հենատես քո անդիմադիրները ուզում է իրանց միջոցով բանը իշխանապողություն անի։ Որտեղ են հանգիստ ես նստում։ Ինքը ասելու է ռուսները իմ դեմ ստեղ հիբրիդային պատերազմը շարունակվում է, խնդրում եմ ինձ փող տվեք, որ ես այդ պատերազմում անընդհատ կարողանամ կռվեմ։ Միչելը ծարի այդ մի պահներ շեշտադրումն անենք ու արդեն կարող ենք ամփոփել։ Դու հիշում ես Ուկրաինային Եվրոպան ինչքան փող տվեց այս մի քանի տարվա ընթացքում։ Ասենք ես հիշում եմ 90 միլիարդ դոլարի այդ վերջինն է։ Դրանից առաջ էլի տենց շատ մեծ գումարների մոտավորապես 300 միլիարդ, բացի այս 90 միլիարդը, 400 միլիարդի կարգի արդեն փող են տվել բանին Ուկրաինային։ Հիմա փող չեն տվել, պարտք են տվել։ Դե թողնենք, եթե կարող անգամ պարտքով հետագայում, չգիտեմ, երբ փակելու բանը։ Հիմա նայ, Նիկոլ Փաշինյանին ընդամենը 1.5 միլիարդ դոլար է պետք տարեկան։ Հա։ Շատ չի։ Որ նայում ես որտեղ 400 միլիարդը, որտեղ 1.5 միլիարդը, մի 5 տարի տան, չէ՞, լրիվ իրան կհերիքի։ Բայց նույնիսկ այդ չեն տալիս։ Շշմելու բան է։ Տարբերությունը որն է։ Զարա, այդ միլիարդները, որոնք տալիս են, իբր տալիս են Ուկրաինային չեն տալիս։ Դա տալիս են իրանց սեփական երկրների ռազմաարդյունաբերական ձեռնարկություններին, որպեսզի դրանք ֆրոսնում են հետ են բերում երկիր։ Իրանց երկրից դուրս էլ չի գալի այդ փողի մեծ մասը, այդ այսպես ասած 300 միլիարդից կամ 400 միլիարդի մեծ մասը իրանց երկրից դուրս չի եկել։ Հասկանում ես։ Ասենք Ամերիկան Բայց սրան էլ տանել է, միջև էլ սրան բանան էլ օգնեն։ 1.5 միլիարդն ինչ փող ավ։ Շատ մեծ փող է։ Շատ։ Զարա 90 միլիարդ, 1.5 միլիարդ։ Ոչ։ 90, 1.5, Հələ դու Ուկրաինայի հարստությունը նայի։ Եվ ես ուժ բացատրությունն եմ, Ուկրաինան կարևոր է։ Ավելի դեպ եմ ասում։ Պրոստը PR պրոյեկտ է, այդ ո՞նց գիտես, ինչ որ բավազդի վրա ծախսել է։ Եվ ամենակարևորը
Ուկրաինայի դեպքում իրան գիտեն այդ գումարը որտեղից են վերցնելու, հետ բերելու, որտեղից Ռուսաստանը ոչ, բացի դա, քյաշ, կանխիկ փող կա։ Ռուսաստանը Բելգիայում ունի 300 միլիարդ իր արտաքին պահուստը գտնվում է Բելգիայում, որը սառեցրել են, եթե ռեպարացիա չվճարի, այդ փողը վերցնելու։ Այո։ Հայաստանին 1.5 միլիարդ տան, հիմա 15 միլիարդ էլ հիմա կա, ումից են ստանալու։ Երբեք Էրդողանից։ Էրդողանից Դեպի երկիրը տալիս են Թուրքիային ու Ադրբեջանին, ինչի, հետո իրանցից թող ստանան։ Կարող է չվճարեն։ Կարող է։ Չէ, ասեն մենք ձրի վերցնելու ենք, ձեզի ինչի պետք է 15 միլիարդ, Հայաստանի պարտքերը խի պետք է փակենք։ Հենա ձրի վերցնում ենք էլի։ Շատերին թվում է, թե եվրոպացիները սենց փոքր երկրներին օգնում են։ Իրականում այդ երկրների նպատակը ոչ թե մեր նման երկրներին օգնելն է, այսինքն իրանց փողից մեզ փող տան, որ նրանց խնդիրը մեր բերանից կտրելը իրանց երեխեքին կերակրելն է։ Եվրոպացիների ամբողջ այս հարստությունը աշխարհի 500 տարի աշխարհը թալանելու արդյունք է։ Դոմինանտության, այո։ Դոմինանտության չէ, բառից բուն իմաստով թալանելով Աֆրիկան, Լատինական Ամերիկան, Ասիան, ամբողջ աշխարհը թալանել են, իրանք լավ են ապրել։ Հիմա հայ ժողովուրդը մտածում է, ինչ որ մարդիկ, թե պետք է եվրոպացիները իրանց աշխատած փողը բերեն տան, մենք ուտենք, մենք լավ ապրենք։ Ախպեր, այդ մարդիկ մտածում են ձեր երեխեքից բերանից ինչ կարան կտրեն տանեն իրանց երեխեքին կերակրեն, այս մարդիկ ասում են, ինչի դու կոնկրետ դու ասում ես 1.5 միլիարդ ինչ փողա չի։ Դե ես էլ դեի կտայի, որովհետև ինչի տաս, ինչի։ Երկիրը ով էլ իրապես երկիրը նվեր կտա իրար։ Սխալ ես, իրանց նպատակը Նիկոլին պահելու գիտես որն է, որ Հայաստանը հարստա հարեն։ Դե հա, եթե չպահեցին Նիկոլի իշխանությունը, եթե ֆինանսապես այդ տնտեսապես բարձր չապահովեց, Նիկոլը չի լինի։ Ոչ, եթե Նիկոլը չի ապահովում իրանց եկամուտը, այլ հավելյալ ծախս է պահանջում, չէ՞ պահելը, այդ ռեժիմը թափում են էյան։ Հանճարախ նախադասությունը սրանով առաջարկում եմ այսօր ավարտենք, իրականում լավն է ու ես դա վերնագիր եմ նույնիսկ դնելու։ Շնորհակալ եմ, որ մեզ հետ էիք, մենք ամեն երկուշաբթի այս տաղավարում զրուցում ենք քաղաքական ամենակարևոր իրադարձությունների մասին, պիտի խնդրեմ մեզ մեկնաբանություններ գրել, կարող եք հարցեր թողնել, կարող եք մեզ այս հաղորդումը լայքել, տարածել եւ բաժանորդագրվել։ Հաջողություն մինչ մյուս երկուշաբթի։ Այդ բանաձևի դուք համաձայն եք ազգակործության հասցեին։ Ոչ միթիզական Ռեմբոն դառավ աշխարհակահաղական գիգ։ Այդ մակը կապիտուլյանտ է, ինքը ձեռքները բարձրացրել, հանձնվել է։ Ես 7 տարի մնացել եմ նույն դասարանում։